հանդես գալու համար։ Համեցեք։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Ինչպես գիտենք, 2008 թվականի մարտի 1-յան դեպքերի արդիվ նախաձեռնված քերական վարույթով նախաքննությունը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից շարունակվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում։ Քերական վարույթը բազմաթրվակ է, նյութերը բաղկացած են ավելի քան 600 հատորներից։ Քերական վարույթով իրականացվելիք վարութային գործողությունների ծավալով պայմանավորված 2025 թվականին նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբի, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչներ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակել է Ֆարմանյանի եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Ի թիվս հայտնի վճռով արձանագրվել է, որ 2008 թվականին Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած մահերը հանդիսացել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանք։ Դատարանը նաև նշել է, որ հրազենից արձակված կերակոցներից զոհված 4 անձանց մահերը եղել են վատ ծրագրավորված եւ վատ իրականացված գործողության արդյունք, որի ընթացքում կիրառվել են ամբողջի վերահսկման համար ոչ պատշաճ միջոցներ եւ մահաբեր ուժի անհամաչափ օգտագործում։ Ուժի կիրառումը որոշակի հանգամանքներում կարող էր արտարացված լինել կոնվենցիայի համաձայն, այդ թվում անկարգությունների կամ ապստամբության ճնշման նպատակով, սակայն 1405 միավոր 5.45 մմ լուսային գնդակների արձակումը ցուցարարներին վախեցնելու եւ ցրելու համար, ինչպես նշված է եղել կառավարության ներկայացված փաստաթղթերում, եղել է բացարձակ անհամաչափ։ Այդպիսի չտարբերակված եւ կամայական կերպով բարձր մահաբերություն ունեցող զենքի կիրառումն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով ոչ մահաբեր զինատեսակների կիրառման ծավալները, ընդամենը 270 դատարկ փամփուշտ եւ 191 ռետինե գնդակ։ Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ 2018 թվականից հետո կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Երևան քաղաքի Լեո, Պարոնյան եւ այլ փողոցներում արդեն իսկ տեղակայված են եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ, ովքեր հրազեն են կիրառել, հիմնականում կրակելով օդ, իսկ առանձին դեպքերում նաեւ շենքերի վերին հարկերի ու տանիքների ուղղությամբ։ Այս հանգամանքը քողարկելու եւ զինված ուժերի մասնակցությունը բացառելու նպատակով բազմաթիվ ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները քննության ընթացքում տվել են ուղղորդված բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, որ իբրև իրենք են մարտական հրազենով կրակոցներ արձակել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում եւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կազմվել են նաեւ ծառայողական քննության կեղծ նյութեր։ Այսինքն ակնհայտ է, որ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչն իրականությանը չի համապատասխանել։ Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական եւ վարութային այլ գործողություններ, գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Դատարանը KS-23 տեսակի հատուկ միջոցից արձակված Չերյոմուխայի 7 գազային նռնակից սպանված 3 անձանց մասով արձանագրել է, որ հատուկ միջոցներն ակնհայտորեն պատշաճ չեն կիրառվել, հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու տեղակայումը։ Դատարանը պարզել է, որ նռնակները ամենայն հավանականությամբ արձակվել են ուղղակի հարթ անկյունով։ Պարզ չէ, թե արդյոք ոստիկանները, որոնց թվում եղել են երիտասարդներ եւ անփորձ զինծառայողներ, ունեցել են հստակ հրահանգներ, անցել են արդյոք համապատասխան պատրաստվածություն, թե ոչ, կամ նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվել է, թե ոչ։ Այս մասով հարկ է նշել, որ 2008-ից 2018 թվականների ընթացքում քննությունն առաջ է քաշել միայն այն վարկածը, որ KS-23 տեսակի հատուկ միջոցները կիրառվել են ոստիկանության զորքերի բացառապես այն ծառայողների կողմից, ում անվան դրանք հաշվառված են եղել եւ այդ անձինք հատուկ միջոցի կիրառման նպատակով անցել են հատուկ պատրաստվածություն։ Ավելին 2009 թվականի օգոստոսի 28-ին Քերական օրենսգրքի 373-րդ հոդվածի համապատասխան մասերով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանության ներքին գործերի ծառայողներ հիշյալ դեպքերի ժամանակ KS-23 տեսակի հատուկ միջոց կիրառած Լևոն Հակոբյանին, Ավետիք
Ատաբեկյանին, Մկրտիչ Ղարիբյանին եւ Վարդան Սահակյանին։ Մինչդեռ 2018 թվականից հետո կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-յան դեպքերի ժամանակ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում կրակոցներ են արձակվել ոչ միայն ոստիկանության զորքերի հաշվեկշռում գտնվող հիշյալ 4 անձանց անվամբ հաշվառված KS-23 կարաբիններից եւ 2 միավոր չպարզված զենքերից։ Ընդ որում հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին KS-23 տեսակի կարաբինը ամրացված է եղել նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամ Լևոն Հակոբյանին եւ նա 2008 թվականի մարտի 1-ին ներգրաված է եղել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ Պարոնյան եւ Լեո փողոցներում տեղ ունեցած միջոցառումներին։ Սակայն այդ ընթացքում կարաբինը չի գտնվել Լևոն Հակոբյանի մոտ եւ նա Չերեմուխա 7 տեսակի գազային նռնակ պարունակող փամփուշտներով կրակոցներ չի արձակել։ Հավաքված ապացույցներով հիմնավորվել է, որ Լևոն Հակոբյանին ամրացված հատուկ միջոցը կիրառել է ոստիկանության զորքերի մեկ այլ ծառայող։ Վերագրալով պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացվել Լևոն Հակոբյանի նկատմամբ հարուցված հանրային քերական հետապնդումը դադարեցնելու մասին Քերական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով, այն է անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Նկատի ունենալով, որ հիշյալ անձանց մեղսագրված ենթադրյալ հանցանքների կատարման պահից 2008 թվականի մարտի 1-ից անցած է եղել շուրջ 15 տարի, նրանք չեն առարկել եւ խնդրել են, որ իրենց նկատմամբ հարուցված հանրային քերական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Ուստի հսկող դատախազի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 30-ին որոշումներ են կայացվել հիշյալ անձանց մասով քերական հետապնդումը դադարեցնել քերական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Միևնույն ժամանակ հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փորձագիտական հիմնարկների հնարավորությունների օգտագործմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս կատարված փորձաքննություններով պարզվել է, որ Գոր Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմայանի մարմիններից հանված Չերեմուխա 7 գազային նռնակի բեկորների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցի հետևանքով են վիրավորվել եւ մահացել նշված անձինք, սակայն փորձաքննությունների եզրակացություններով արձանագրվել է, որ մահացած եւ վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված Չերեմուխա 7 գազային նռնակները հնարավոր չէ նույնականացնել դրանք արձակած զենքերի հետ։ Չերեմուխա 7 տեսակի փամփուշտի գազային նռնակի հնարավոր նույնականացում կատարելու հնարավորություն ընձեռող սարքավորումներ ձեռք բերված լինելու արտասահմանյան երկրներում այդպիսի փորձաքննություններ կատարելու հնարավորություն ունենալու մասին տվյալներ ստանալու նպատակով քննության ընթացքում պարբերաբար տեղեկատվության պահանջներ են ուղարկվել ինչպես Հայաստանի Հանրապետության գործող փորձագիտական հիմնարկներին, այնպես էլ արտասահմանյան երկրներում գործող փորձագիտական կենտրոններին, սակայն դրանց ի պատասխան հայտնվել է, որ նոր տվյալներ ձեռք չեն բերվել, որպեսզի հանգամանքով պայմանավորված դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել Չերեմուխա 7 տեսակի փամփուշտի գազային նռնակը կրակող զենքի հետ։ Դատարանի որոշմամբ նշվել է նաև, որ Ազատության հրապարակում ոստիկանության ներխուժումն ակնհայտորեն սրել է իրավիճակը եւ հասարակական կարգի վատթարացումն առավել քան կանխատեսելի է եղել։ Այս մասով հարկ է նշել, որ ներկայում քերական վարույթի շրջանակներում հանրային քերական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ, ով մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քերական օրենսգրքի 38-309 հոդվածի երկրորդ մասով։ Այն բանի համար, որ նա զբաղեցնելով հիշյալ պաշտոնը 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնական լիազորությունները այլ հանձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստածույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները։ Այդ անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Առաջիկայում մեղադրյալ Սաշա Աֆյանի մասով նախաքննության ավարտ կհայտարարվի։ Դատարանը նաև արձանագրվել է, որ քննության հիմնականում
ուղղված է եղել քաղաքական ընդդիմության նկատմամբ քերական հետապնդմանը, այլ ոչ թե ոստիկանության գործողությունների գնահատմանը, ինչը ստեղծել է քաղաքական կողմնակալության տպավորություն։ Մի շարք ոստիկաններ ներգրավված են եղել ամենակարևոր ապացույցների ձեռքբերման մեջ, օրինակ բալիստիկ եզրակացությունների կազմանը, ինչը ևս ավելի է նվազեցնել քննության անկախության երաշխիքները։ Այս մասով հարկ է նշել, որ քերական վարույթով հանրային քերական հետապնդում է իրականացում նաև դատաձգաբանական փորձակնություն իրականացած փորձագետ Հովհաննիսյանի նկատմամբ, ով մեղադրվում է 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քերական օրենսգրքի 38-349 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, քանի որ քննությամբ հիմնավորվել է, որ նա որպես փորձագետ օժանդակել է ապացույցներ կեղծելու գործընթացին։ Մեղադրյալ Հովհաննիսյանի գտնվելու վայրը չի պարզվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարանը որոշմամբ նշել է նաև, որ լուրջ փորձեր չեն եղել բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ AK-74 ինքնաձիգեր եւ մակարով ատրճանակներ օգտագործող ոստիկանական ուժերին նույնականացնելու եւ հարցաքննելու համար։ Ոչ մի պատշաճ քայլ չի ձեռնարկվել 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտները դրանք արձակած զենքերի հետ համադրելու համար կամ թե ինչ է պատահել նրանց, ովքեր սպանվել են չվերականգնված փամփուշտներից կամ անհայտ առարկայից։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ քերական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քերական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ եւ ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված եւ փորձակնության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուշները, ինչպես նաև կազմել եւ քերական գործին գծել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը։ Բացի այդ, սպանված եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել են 5.45 եւ 9 մմ տրամաչափի հրազաններից արձակված 6 հատ գնդակներ, որոնց փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են 5 տարբեր հրազաններից։ Հետևաբար ակնհայտ է, որ 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտները դրանք արձակած զենքերի հետ իրական համադրում չէր կարող կատարվել։ Ավելին, նման պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ներկայում նույնպես զրկված է համապատասխան փորձակնությունների միջոցով պարզել, թե մարտի 1-յան իրադարձություններից հետո Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավել պարկուշները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել։ Ի ժամանակի ընթացքում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինքնաձիգեր խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից։ Այս դրվագներով քերական վարույթով ստեղծված քննչական խմբի անդամներից Արմեն Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա վերաբերյալ քերական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Քերական գործով նախաքննություն իրականացած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նույնպես ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի առաջին մասով։ Այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննչական խմբի քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի կրակված պարկուշները փոխելու գործընթացը, ինչպես նաև խեղաթյուրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-յան իրադարձություններին, այդ կերպ օժանդակելով մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործություն թաքցնելուն եւ պաշտոնական կեղծիքներ կատարելուն։ Վերջինը եւս գտնվում է հետախուզման մեջ, խափանամիջոց կիրառված չէ։ Նախին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այս դրվագով ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քերական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի առաջին մասով։ Նա նույնպես գտնվում է հետախուզման մեջ։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ 2018-ից 2019 թվականներին տարբեր անձանց կողմից քննության ներկայացվել են դեպքի վայրից հայտնաբերված կրակված պարկուշներ, գնդակ եւ փամփուշտ ու նշված օբյեկտներով նույնպես իրականացվում է փորձաքննություն։
Մասնավորապես ներկայում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքերագիտական կենտրոն ՊՕԱԿ-ում իրականացվող փորձաքննության շրջանակներում պարբերաբար հետազոտությանն են ներկայացում 9 մմ տրամաչափի Մակարով տեսակի ատրճանակները, որոնցով իրականացվում են համեմատական հետազոտության աշխատանքները եւ համեմատվում են սպանված Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի դիակներից հանված 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված գնդակների եւ այլ օբյեկտների հետ։ Քերական վարույթի շրջանակներում ընդհանուր առմամբ հետազոտվել են զինված ուժերում հաշվառված շուրջ 100 հատ ինքնաձիգեր, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում եւ զինված ուժերում հաշվառված 1500-ից ավել 9 մմ տրամաչափի Մակարով տեսակի ատրճանակ։ Քերական վարույթով նախաքննությունը շարունակվում է եւ ներկայում հաշվի առնելով նաեւ մարտի 1-յան իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վեճիրը այս ուղղությամբ եւս վարույթ իրականացնող մարմնի կողմից իրականացում են լայնածավալ եւ բազմատեսակ քննչական ու ապացուցական այլ գործողություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան։ Հարցերի համար կան հարցեր։ Շատ լավ։ Համեցեք, հերթով կփոխանցի։